Ես Գագիկ Ծառուկյանին մի հատ հարց եմ տալի։ Այսօր չգիտեմ խոսում է ինչից, ես իմ հայ ազգը, ես մի բանը, եմ մի բանը, մենք սենց ենք արել, մենք նենց ենք արել։ Արել ենք։ Մեզ գիտնականներ, հազարամյա հայեր, ես իմ չգիտես ինչ, մենք այդ ձև ազգ ենք, ենք։ Արա, այ Գագիկ Ծառուկյան ջան, մի հատ այդ հայի անունը տու, որ Հայաստանի համար մի բան արել։ Ասա այդ մարդը այս բանը արել է, այսօր Հայաստանում այդ բանը կա, այդ տեխնոլոգիան կա, այդ գործը կա, այդ բանը կա, Հայաստանը դրանից դիվիդենդ է ստանում։ Բոլորը դու էլ միջև հիմա ծառայում եք այլ երկրների, բա շպիոն չեք, շպիոնը ոնց է լինում։ Շպիոնը ոնց է լինում, Գագիկ Ծառուկյան։ Ուրիշ պետությունների եք ծառայում, քո երկրորդ համարը, Անդոն, միացրու հեռուստացույցը լսի, Անդոն, ընդ ինչ է խոսում Հայաստանից, ու ժողովրդին ասա, Անդոն ճիշտ բան ասում, ասա այ սենց Հայաստանից լավ բան ասում, ասա նա շպիոն չի։ Ու այդ հայերից, որ ասում ես այդ 10 հատ, եթե 10 հոգի աշխարհում ուժեղ գիտնական կա, 10-ից ես իմ քանիսը հայ են, ամենաուժեղը հայ է։ Այդ հայի անունն ասա ու ասա Հայաստանի համար ինչ արել։ Ասա մեկի անունը, գոնե մեկի անունը ասա։ 4 հատ մարշալ սովետական միությունը Ղարաբաղից գնացել է Ասվաբադի տարել Բերլին մտել։ Ղարաբաղի այդ 4 հատ մարշալին տեսար ինչ արավ։ Հիմա դու ես ժողովրդին նորից ուզում ես տանես ընդե արա։ Դու հասկանում ես։ Գագո, զարթնի արա։ Գիտես թե որ փող ունես, ինչ խոսած մարդիկ ասել ծափ են տալու, հա մի երկու հատ մակլավիկ ունես ծափ են տալու, հետո դու ասա այդ գիտնական, այդ 1000 գիտնականներ, այս այ մեկը հայնասարքել է, մեկը հայնասարքել, Հայաստանի համար ինչ-որ մեկը մի բան արել է, սրա նրա պետությունների համար չեն արել, լրտեսներ չեն դրանք, դու հիմա ում համար ես անում, Հայաստանի համար մի բան անում ես, Հու մարդիկ էս չեն, Գագո Ծառուկյան ջան, մարդիկ էս չեն, մարդիկ սա հասկանում են։ Հիմա այսօր գիտես ինչ արդեն Ռուսաստանում կատարվում։ Ուրեմն դուք պետք է, Գագիկ Ծառուկյան, դու Հայաստանի ապրող հայ ես։ Այ ես պարզ ասեմ ինչա պետքը։ Դու պետք է այդտեղ կզես, դու այդտեղ պետք է կզես, որ ռուսը իրան լավ զգա, հասկանում ես, պատրաստ ես, թե դու գիտես քե փող ունես, դու չես կզելու, գիտես թե մենակ հասարակ ժողովուրդն է կզելու, մեզ բոլորիս են ուզում կզացնեն, չես հասկանում, Գագոյ, անկապ բաներ ես խոսում, մի անգամ էլ մի հատ խելոք բան խոսա, էլի, խելոք միտք արտահայտի մարդիկ լսեն, զարմանան, որ մի հատ խելոք միտք արտահայտեցիր։ Առավոտից իրիգու ասում ես 8 տարի է ոչ մի բան չեն արել, ճիշտ ես ասեմ 8 տարվա մչին դու պետք է արդեն 8 սրոք նստած լեիր։ Մարդիկ վախում են միջև մի, քո վրա գործեր տան։ Միջև մի վախում են, իրանց ընտանիքներից, իրանց ամեն ինչից վախում են, հասկանում ես։ Մի արա անես, որ մարդիկ սկսեն տալը այդ գործերը։ Հիմա որ սկսեցին գործեր տալը, ես ասելու եք, չարա նման բան չի եղել, բան։ Գագո Ծառուկյան ջան, մի հատ էլ ախպեր ջան, ցավը տանեմ, հայ ենք էլի բոլորս էլ։ Ասում ես, քո երկրորդ համար Անդոն միացրու տելևիզորը տես Ռուսաստանում Հայաստանի մասին ինչ ասում։ Դա ու դու ինքդ ասա, դա լրտեսություն է, թե չէ։ Դա հայրենիքի դավաճանություն է նրա ասած խոսքը, թե չէ։ Դու եթե ասես դավաճանություն չի, ես քեզ կհավատամ։
Այդ տենց էլի դավաճանություն, այդ տենց են դավաճանում։ Դու գիտես թե ինչ որ լրտեսին հատուկ պագոննի է ունենում։ Այդ տենց նրանց համար ծառայում եք, ինչ ասում են անում եք։ Հասկանում եք։ Դրա համար էլ ըստի մեր երկրի ղեկավարը Նիկոլը չլի, ես լնեմ։ Այն մեկն լի։ Նա անդեից ուզենալու է միշտ մեր իշխանությանը խեղդի։ Մեր իշխանությանն էլ նա չի խեղդում է Իվանով։ Նա այս գագոններով, Ռոբերտներով, բանով է խեղդում, Սամվելներով է խեղդում մեր իշխանությանը։ Հասկացար Գագոյ։